Ադրբեջանում զինծառայող է զոհվել ականի պայթյունից։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ասկեր Նիջատ Օղլու Մուսայևը զոհվել է Ջաբրայելի շրջանում ականի վրա պայթելու հետևանքով։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, զոհվածի մարմինը տեղափոխվել է Լենքորյանի շրջան հուղարկավորության համար։ Ադրբեջանի ժողովուրդը այս կապակցությամբ մեծ դժգոհություններ է հայտնում իշխանությունից, պնդելով, որ նրանք շատ լավ գիտեն, որ այդ տարածքները հայերը ականապատել են, սակայն մեր երեխաներին տանում և այդ տարածքներն են մտցնում։ Սա թե քաղաքական որոշում է, թե իրոք բանակի պահանջ ժողովուրդը չի կարողանում հասկանալ, քանի որ Ալիևը ինքը պնդում է, որ հայկական կողմը մեզ տվել է ականազերծման բոլոր քարտեզները։ Եթե այդպես է, ապա ինչու տարածքները չեն ականազերծում, իսկ եթե չեն տվել, ապա ինչու են իրենց զինվորներին մտցնում այդ տարածքներ։ Ժողովրդի կեսն էլ միանշանակ պնդում է, որ եթե նույնիսկ ամբողջ տարածքները ականազերծեն, միևնույն է, այդ տարածքների վրա հայերը թողել են իրենց անեծքը, և մեր երեխաներն այդտեղից ուղղակի ետ դառնալ չեն կարող։ Սա նրանց անեծքն է։ Խնդրում են Ալիևին, որպեսզի վերանայի իր այդ որոշումը և այդ տարածքները դեռևս փակի, որպեսզի իրենց զինվորները չգնան այդ տարածքներ, քանի որ գնացողն այլևս ետ չի գալի։ Մայրերի մեծ մասը պնդում են, որ չեն ցանկանում այլև իրենց նավսը թողել են այդտեղ։ Մենք բոլորս գիտենք, որ հայերը բացահայտ մեզ անիծում են մեր բանակին, մեր զինվորին, և այդ հողի վրա ոտք դնող զինվորը չի վերադառնում։ Սա մեզ տալիս է այն պատկերացումը, որ սա հայ մայրերի անեծքն է, պնդել են մայրերը լրագրողների հետ զրույցում։